Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ ցղած է Հայաստանի ասորական համայնքին ՀԱՊ Նիսանի առիթով։ Թող սիրո եւ բդղապերության այս քարնանային դոնը բոլորիդ ուղեկցի քալիք տարվան ընթացքին գմախտեմ, որ քալիք տարին Հայաստանի ասորիներուն համար ըլլա նոր ցերպերումներու դարի, որ ասորական հին եւ հզոր մշակույթի գրողները իրենց համար հայրենիք դարձած պետության մեջ Հայաստանի Հանրապետության մեջ բահբանեն եւ զարգացնեն մայրենին լեզուն եւ մշակույթը, ըսված է վարչապետի շնորհավորական ուղերձին մեջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդակցությունը, թե իբրև մարտ 31-ին ժամը 11:10-ի սահմաններուն Հայաստանի զինված ուժերու ստորաբաժանումները գրակ բացած են սահմանակոդի հարավարևելյան հատվածին տեղակայված Ադրբեջանի ցիրկերուն ուղղությամբ չի համապատասխաներ իրականության։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գվերահաստատե, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ցիրկորոշման համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդակցությունը հիմնավորող փաստերը ադոնք Հայաստանին փոխանցելու բարակային։ Երևանը բարձր կգնահատե Գերմանիո շարունակական աջակցությունը Հայաստանին խթանելու գայուն տնտեսական եւ ընկերային զարգացումը տարբեր ոլորտներեն կրթություն, վերականգնվող ուժանյութ եւ ենթագառուցվածքներ։ Այս մասին Հայաստանի նախագահ Վագն Խաչատուրյանն նշեց Գերմանիո նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Նախագահը նաեւ ավելցուց, որ քննարկված են տարածաշրջանային զարգացումներ եւ հագամարտություններու խաղաղ ղեկավարման կարեւորությունը միջազգային կանոններու եւ երկիրներու ինքնիշխանության եւ իրավահավասարության սկզբունքներու հիման վրա։ Գերմանիո նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր շնորհավորած է Երևանն ու Բաքուն խաղաղության համաձայնագիրի շուրջ համաձայնության հասնելու համար, ընդգծելով, որ այդ փաստաթուղթը կարող է ստեղծել հիմքեր տարածաշրջանի մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Հայաստանը վերջին շաբաթներու ընթացքին շատ կառուցողական մոտեցում դրսևորեց երկու երկրի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման, այլևս ոչինչ կխանգարե, հայտարարած է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր։ Հարաճիգային Հայաստան պիտի այցելե Եվրամիության արտաքին գործոց եւ անվտանգության քաղաքականության քերակույն ներկայացուցիչ Կայա Կալլաս Հայաստանի նախագահ Վագն Խաչատուրյանին հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիո նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր։ Ան նշեց, որ Կալլաս բանակցություններ պիտի վարե Երևանի մեջ։ Շտայնմայեր ավելցուց, որ Եվրամիությունն ու Հայաստանը պիտի քննարկեն նոր փաստաթուղթի ստորագրման հարցը։ Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժանն Անդրեասյանն ընդունեց Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Միխայել Հարմսի գլխավորած պատվիրակությունը։ Նախարարը կարևոր նկատեց միջազգային գործընկերներուն հետ փորձի փոխանակման կարևորությունը, ներկայացնելով մշակման փուլի մեջ գտնվող բարձրակույն գրթության եւ գիտության մասին նոր օրենքի նախագիծը, որն ուղղված է Հայաստանի համալսարաններու մրցունակության եւ արդյունավետության բարձրացման։ Նախարար Անդրեասյանն նաեւ ներկայացուցած է ակադեմիական քաղաք ծրագիրը։ Նախարարը նշած է, որ այս ծրագիրի շրջանակներում մեջ հայկական կողմը կհամագործակցի Մյունիխի համալսարանի եւ գերմանական շարք մգազմագերբություններու հետ գլխավոր հադագագիծի մշակման եւ այլ աշխատանքներու ուղղությամբ։ Գետրոնական ընդրական հանձնաժողովը հայտարարեց Գիրագի 30 մարտին Գյումրի 82 ընդրադեղամասերու մեջ տեղի ունեցած ընտրության արդյունքները, որոնց ընթացքին որևէ քաղաքական ուժ չգրծավ 50 առավել 1% հավաքել իշխանություն ձևավորելու համար։ Իսրայելի ուժերը հարձակում կատարած են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանի վրա, թիրախավորելով բնակելի շենքի մվերի հարգերը գայտնե Էլ-Մեյեդին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով հարձակումի հետևանքով զոհված է 3 անձ եւս 7 վիրավոր կա, որոնց մե երկուքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Լրատվամիջոցը կհաղորդե, սակայն որ զոհերու թիվը հասած է 4-ի։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Ամերիկայի զինված ուժերու հարձակումները Եմենի հութիներուն ուղղությամբ պիտի շարունակվին այնքան, քանի թերանոնք նավագնացության համար վտանգ կներկայացնեն։ Ան հայտարարած է, եթե հութիները թատրին գրակել են ամերիկյան նավերուն ուղղությամբ, Միացյալ Նահանգները ի պատասխան պիտի թատրեցնեն գրակը։ Թրամփն նաև սպառնացած է Իրանին, որը անոր համոզմամբ հութիներու Անսար Ալլա շարժման հովանավորն է։ Չինաստանի արտաքին գործոստ նախարար Վան Ին 3 օրվան այցելությամբ Ռուսաստան կգտնվի։ Ան բարձր գնահատած է Մոսկվայի եւ Պեկինի միջև հարաբերությունները։ Վան Ին նշած է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հավերժ գործընկերներ են, երբեք թշնամիներ, որը ամրագրված է համագործակցության մասին ռուս-չինական պայմանագրի մեջ։ Ըստ արտաքին գործոստ նախարարին երկու երկրներու հարաբերությունները նաեւ կարևոր գայունացնող գործոն են անհանգիստ աշխարհի մեջ։ Ան նաեւ թրագան գնահատած է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև հարաբերություններու ղեկավարման ուղղված շփումները։
Մադրիդի մեջ Եվրոպայի արտաքին գործ նախարարներու Ուկրաինայու հարցով հանդիպման ժամանակ եվրոպացի թիվանակետները Ռուսաստանին գոչրած են համաձայնության կալ Ուկրաինայու մեջ հրատատարի շուրջ։ Նախարարները առաջարկած են Ուկրաինայու մեջ հրատատարի շուրջ բանակցություններու ավարտի վերջնական ժամկետ սահմանել, հանդիպում են հետո լրագրողներուն ըսած է Լեհաստանի արտաքին գործ նախարարը։ Եվրամիության արտաքին գործերու եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս Միացյալ Նահանգներուն գոչրած է ճնշում գործադրել Կրեմլինի վրա վերջ տնելու արյունալի 3 տարվան հագամարտությամբ։ Իսպանիու արտաքին գործ նախարար Խոսե Մանուել Ալբարես հայտարարած է, որ իր կառավարությունը գծկտի օգտագործել Եվրոպայի մեջ սարեցված ռուսական հաշիվները Ուկրաինայու օգնություն դրամատրելու համար։ Ֆրանսիայի արտաքին գործ նախարար Ժան-Նոել Բարոնալ հայտարարած է, որ Ռուսաստան բարտավոր է հստակ պատասխան տալու Ամերիկային։ Անընդգծած է, որ քանի մի շաբաթ առաջ Ուկրաինան համաձայնեցավ անվերաբաց զինադատարի, մինչդեռ Ռուսաստանը կշարունակի ռազմական հանցագործությունները։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։